Այսօր չնայած առավոտյան դուք խոսեցիք, հա, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը չեն շարունակելու, եւ ըստ էության հետեւողականորեն այս իշխանությունները փակում են հայկական Արցախի էջը, չնայած որ որոշակի ԿՊԱ-կաններ շարունակում են մեղադրանքները, որ ըստ էության Արցախը հանձնեցին նախկինները, նրանց գործողությունների արդյունքում է։ Այնուամենայնիվ, դուք ինչպես եք կարծում, հնարավոր է հայկական Արցախի էջը վերաբացել եւ ինչ պարագայում ու ինչպես։ Նախ Փայլակ ջան, վստահ եմ, որ դուք արձանագրել եք քաղաքագիտական անգրագիտությունը մարդու, տգետ ուղղակի, այն իմաստով, որ Արցախյան շարժման էջը կամ Արցախյան շարժման ինչպես էր ձևակերպումը, վերջ Արցախյան շարժումը փակում ենք, չի կարող շարունակվել։ Հազարավոր վերլուծություններ կան, որ Արցախյան շարժման արդյունքը պտուղը եղել ազատագրված Արցախը եւ հայոց պետականության վերականգնումը։ Շարժումը այդտեղ ինքը որպես այդպիսին շարժում այնտեղ իր հաղթանակը կնքել է։ Եվ բնականաբար դա որևէ ձևով չշարունակվելու եղանակ չունի, որովհետեւ պետությունը կա, գոյություն ունի, անկախ նրանից, որ իրենց դավաճանական ձեռքով Արցախը հանձնվել է, այդուհանդերձ շարունակվում է Արցախի ոչ թե Արցախի որպես առանձին միավոր, այլ հայոց հարցի դատի պայքարը մեր աշխարհում մեր գոյության իրավունքի իմաստով Արցախն է ներառյալ։ Գալով ձեր հարցի երկրորդ մասին։ Այսօր աշխարհի տարբեր անկյուններում գործընթացներ են գնում, վերջերս էլ դուք ականատեսն եղաք Շվեյցարիայի խորհրդարանի արձանագրմանը, որ Արցախյան կամ Արցախի ժողովրդի իրավունքները պետք է ուրեմն արծարծվեն եւ պաշտպանվեն։ Եվ սա ինչի մասն է խոսում, որ խնդիրը ինքը թեպետ թշնամիները ինչպես ներսից, այնպես էլ դրսից համարում են լուծված, այս խնդիրը չի կարող լուծված լինել, որովհետեւ մարդկային իրավունքն է խախտվել, թե անհատական եւ թե հավաքական։ Ուրեմն առաջին պատկերն ասում կամ առաջին գաղափարը, որ աշխարհում այդ ընկալումը կա։ Մենք նաև շփում ունենք Վարդան Օսկանյանի նախկին արտգործնախարարի հանձնախմբի անդամների հետ եւ անձնապես նախարարի հետ, ովքեր նաև վկայություններ են տալիս աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող իրենց բանակցություններից, որտեղ մեկ բան եւ նաև իրենցից դուրս մենք էլ շփում ունենք տարբեր կենտրոնների հետ, տարբեր կարևորագույն կենտրոնների հետ, որոնց համար ընկալելի չի Արցախից հրաժարման գաղափարը։ Եվ այդ իմաստով առաջնահերթ խնդիրը մեր ժողովրդի ապահով անվտանգ անհրաժեշտ պայմաններով, երաշխիքներով եւ երաշխավորներով տուն վերադարձնը։ Երկրորդը, որ կամ առաջին զուգահեռ մեր ռազմագերիների եւ գերիների տուն վերադարձնը եւ այս ճանապարհով հետագա կարգավիճակ եւ այլն խնդիրների համար բնականաբար ընթանալու է հայոց պետության հովանավորությամբ եւ երաշխավորությամբ, ինչպիսին որ արձանագրված է մեր հռչակագրում կամ սահմանադրությամբ, տրամաբանությամբ սահմանադրությամբ, հայոց պետությունը որպես երաշխավոր կամ Հայաստանի Հանրապետությունը որպես երաշխավոր շարունակելու մեր ընթացքը։ Ամենակարևոր բանը, որ ուզում եմ ասել, աշխարհում այդ տրամադրությունը կա, անկախ նրանից դա մեր շահի համար է կամ ոչ, տրամադրությունը կա, Արցախի թեման ոչ մի հարթության վրա փակված չի, ոչ մի հարթության վրա, ես ձեզ վստահեցնում եմ, միակ խոչընդոտը, ում համար էջը այսպես կոչված փակված է, Հայաստանի Հանրապետության այսօրվա չակերտավոր ասած իշխանությունը, միակ, ուրիշ չկա։ Սրբազան դուք ասել եք, որ փողոցային պայքարը չի ուշանա, նորից դուրս կգան ակտիվ գործողություններ կլինեն, այսօրին էլ տեսնում ենք, որ չենք վստահում կարգախոսով որոշակի ակցիաներ են տեղ ունենում հատկապես երիտասարդների կողմից, բայց հետաքրքիր է նաև այս պահին կան քննարկումներ երկու նախկին նախագահների, թիմակիցների եւ ձեր միջև Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացի վերաբերյալ, օրինակ Էդգար Ղազարյանը այս թեմայով ձեզ հետ քննարկում ունեցել է։ Նախ
երկու նախագահների հետ անձնապես ոչ, բայց ինչպես իրենց թիմակիցների, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների, խմբերի հետ, խորհրդարանական խմբակցության անդամների հետ էլ հանդիպել ենք, անշուշտ հանդիպել ենք եւ քննարկել ենք հատկապես քաղաքական լուծման հարցը, որը իմպիչմենտի հարցն է, կամ անվստահություն հայտնելու։ Դուք լավ նշեցիք, որ մեր երիտասարդները սեփական նախաձեռնություն են դրսևորել ժողովրդային անվստահություն հայտնելու, որը այդքան էլ զարմանալի չէր, բայց բացառիկ ցուցանիշներ արձանագրում եւ դա շատ քաջալերող է։ Գալով անվստահության հարցին։ Անվստահության հարցը միշտ էլ օրակարգի վրա է։ Իմ գործառույթներից դուրսը խորհրդարանում կոնկրետ իրականացնելը, բայց խորհրդարանական խմբակցությունները իմ տպավորությամբ եւ խոսակցությունների արդյունքում միշտ էլ պատրաստ են եղել եւ մենք կարիքն ունենք որոշակի քաղաքական գործընթացներ նաեւ հասունացնելու եւ դրանով նաեւ հասնելու մեր ուզածին։ Ես առաջի օրն էլ մայիսի 9-ին էլ հրապարակում այդ հարցը դրված է եղել, մինչեւ այսօր էլ կա եւ կլինի։ Անվստահություն խորհրդարանում անվստահություն հայտնելու ճանապարհը այն բացառիկ հնարավորությունը, որով մենք կարող ենք հեռացնել այսօրվա իշխանության։ Եվ դա ես չեմ կարծում, որ որևէ մեկի օրակարգից դուրս է, գոնե իմ տպավորությամբ ու խոսակցությունները որպես եզրակացություն։ Առարկայական տեսք երբ կստանա դա։ Առարկայական տեսք, փողոցը եւ խորհրդարանը միշտ ասել եմ, հրապարակ եւ խորհրդարանը իրար հետ պիտի գործեն, համահունչ, համատեղ գործեն։ Ինչպես նաեւ, քանի որ անընդհատ տեխնացումների եւ այլնի մասին է խոսվել, անընդհատ բնականաբար այդ քննարկումներն են տեղի ունեցել, տեղի ունենում եւ տեղի են ունենալու։ Մեզ համար կարևորը վերջնարդյունքին հասնել, իսկ այն ժամանակ, երբ որ հրապարակ եւ խորհրդարանը միատեղ, համատեղ, զուգադիր կգործեն, այդ ժամանակ էլ արդյունքը վստահաբար կունենանք եւ չել ուշանա դա։ Մեզ շատ կարևոր են այն վերջին մի քանի մանրամասնությունները, ես ինչպես ասում են զգուշությամբ եմ շատ մոտենում, որովհետև մի քանի մանրամասնություններ, մի քանի ընդամենը, ոչ շատ մեծ, դրանք լուծելու եւ նաեւ ընթանալու առաջ։ Հիմա նաեւ գիտեք մեր արչեւ ընտրություններ են, Կիրակի օրը թե Գյումրիում, թե Փարաքարում։ Հուսանք, որ այդ գործընթացներն էլ կնպաստեն։ Քննարկումները կան, խորհրդակցությունները կան, ճանապարհներն էլ կան։ Շատ մանրամասներ Փայլակ ջան, եթե կուզես առանձին գաս կխոսենք։